Ես այսօր լսեցի Գլումովի եւ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ու ասեմ մի բան ռուսերենով армянское лицемерие не имеет границ. Не имеет границ. Հիմա ես հերթով կդնեմ հատվածներ ու դուք կլսեք։ Ու ես կմեկնաբանեմ։ Գնացինք։ Հիմա լսում ենք առաջի մասը, որը տեղից շարժեց։ Լսեք։ Мы обманываем. Мы говорим, что наши оппоненты, основные три оппонента, это пророссийские люди. Сейчас конкретно. Одного в документах записано, что он работал в ФСБ, работает в ФСБ, у него российское гражданство, у него партия. У второго сын скрывается от правосудия в Российской Федерации. Он вначале был в Беларуси, потом в Российской Федерации. Второй его номер. Он сейчас обвиняется в том, что за наличные деньги он перевел на русский язык и дал информацию, которая является секретной. А третий известен тем, что, ну, во-первых, он поддерживает те нарративы, которые ты можешь увидеть на российском телевидении. И, во-вторых, он есть очень известная такая запись, где голосовое сообщение, где он говорит: давайте мы с вами согласовали, что я зайду в политику, а теперь я сейчас нахожусь в качестве заложника, помогите мне оттуда выйти. То есть, где мы обманываем? Почему они на меня в суд не подают? Почему после этой программы они на меня в суд не подадут? А вы на них в суд подаете? Я подаю в суд, когда врут, когда дискредитируют, когда оскорбляют, когда я это вижу, когда я считаю, что надо закрывать рты. Հիմա Գլումով, լսեցիք, ժողովուրդ, ինչի չես հարցնում Ալեն Սիմոնյանին, լսիր, սա անձնական բազար չի բաբաների մեջ պատեզդում, որ երկու հոգի իրար հետ կրվեն դատի տան։ Ինչ կապ ունի անձնական դատի տալը, երբ որ, լսիր, պետական դավաճանությունից է խոսքը։ Դու հələ հարցներ, ասեր պետական, քրեական գործ հարուցել եք այս երեքի վրա։ Այսա պետք է հարցներ, Գլումով։ Այլ ոչ թե անձնական պատիվ պահանջեք դատարանում իրարից։ Լսեք, սա պետություն է, թե Կասաբլանկա այդ կինոնով նայելա, թե բարդակա, որ օտարերկրյա գործակալները կարող է վխտան, այնտեղ Ալենի նման ազգային ժողովի նախագահն է գա մի հատ լրագրողի մոտ, բողոքի ասի, տես ռուս գործակալներ են։ Դատեիք, բռնեիք, դու հələ հարցնեիր, սա բան Միացյալ Նահանգներում կհանդուրժեր իրանց ազգային ժողովը, իրանց լրատվականը, իրանց իրավապահ համակարգը, որ իրանց սենատի նախագահը, սպիկերը կանգներ ասեր, գործակալներ կան մեր մոտ։ Սպիկերի հիմա քֆուրով չասեմ, էլի ինչ մեծ կտոր ինչը կթողնեին, էլի։ Իսկ մեր մոտ դու նստած բարձրաձայնում ես լինելով երկրի երկրորդ դեմքը, էլի, ասես ազգային ժողովի նախագահ։ Պետք է հիմա նրանք դատված լինեն, բռնված։ Չես հարցնում, տես Գլումով, ճերտոյի դուքան է, սա երկիշ չի։ Ու սա ռուսերեն լեզվով հեռարձակվում է։ Պատկերացնում ես մեկը Ռուսաստանում ասել, լսեք, ինչ որ մի հատ օտարերկրյա գործակալը աշխատում ինչ որ մի լրատվականում։ Կներեք արտահայտությանս, FSB-ով գնացել են, մասկի շոուով, քֆուրով չասեմ, բերան քսիվայր տարել մցրել են բան, մեկուսարան։ Իսկ մեր մոտ մեր քաղաքական պորնիկը անունը Ալեն Սիմոնյան նստած ընդեղ Գլումովին է բողոքում, ասում է գործակալ են։ Մյուսը։ Ու սա հարց միանգամից բանին էլ։ Տաշիր կոնցերն, Ռոբերտ Քոչարյան ու բան են Թևանյան։ Լսեք, Արման Բաբաջանյանը իրանց նախկին թիմակիցը այդ Գլումով ինքը հիշեց հետո բանում էլի, որ նայերի մոտա գնացել, երբ որ խոսում էիք, հայտարարեց, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության կուրացիայի ներքո Քրիստինե Գրիգորյանը նշանակվեց Հայաստանում այդ արտաքին հետախուզության ղեկավարը, կառույցի ղեկավարը։ Կառույցը անջատվեց Հայաստանի ազգային անվտանգությունից, կրկին ԱՄՆ և բրիտանական հատուկ ծառայությունների կուրացիայի ներքո նրանք անջատեցին այդ կառույցը Հայաստանի ազգային անվտանգությունից, ստեղծեցին մեկ այլ կառույց, որը այսօր կոչվում է արտաքին հետախուզության ծառայություն Հայաստանի, և որ նրա նախագահն է գլխավորում այդ կառույցը Քրիստինե Գրիգորյանը։ Մարդ ով եղել է բանի Գալուստ Սահակյանի օգնականը։ Այս հարցը ինչի չտվեցիր Ալեն Սիմոնյանին։ Սա երկիրը թե ճրտոյի դուքյան, պարոն մեծարգո Ալեն Սիմոնյան, հա։
Այ գլումը ես մեկ-մեկ նայում եմ դու ռուսալեզու դու հիմար չես։ Ես քեզ երբեք այն անասունների հետ մի շարքի վրա չեմ դնի։ Բայց դու պետք է դու այն բանկա է դուչկա։ Երևի ծանոթել կլինես անձնական։ Դու իսկի այդ դուձի այն եղունգի տակի կեղտը անգամ չարժես։ Դարձել ես երկրորդ Պետրոս, ռուսալեզու Պետրոս։ Շարունակենք հիմա մյուսը։ Рука не поднимается, знаешь. Вот 1 марта, да, все было сделано, что 1 марта не раскрыли. И делали это сыщики. То есть люди, которые должны были... Сколько лет прошло? Ну, сейчас у нас есть решение Международного суда, и сейчас заново вот это дело восстановили, идет новое расследование. Но ты представляешь, сыщик, который должен был заниматься раскрытием этого дела, он вот эти гильзы, он их подменял, менял, выбрасывал, и они просто написали... Ну, надо было посадить этого сыщика. Он в бегах, его нет в стране. Он убежал из страны. А расстрел парламента? Գլումով այսքան ասելուց հետո, եթե դու հետևում ես լրահոսին իրականությանը, պետք է հարց տայր Ալեն Սիմոնյանին։ Դրա համար է մարտի 1-ով այդ զորքի հրամանատար Օգանովսկին, ով բերել է այդ զորքը մարտի 1-ին, ստացել բոնուս 3 միլիարդ կարծեմ դրամի չափով վարկը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ջրել է։ Այդ են վարկերից եմ հիմա խոսում, որոնք Արցախի լուծարումից հետո մոտ 800 միլիոն դոլարի վարկ Հայաստանի կառավարությունը ջրեց այդ մարդկանց, ասեց գնացեք կայֆավատ եղեք։ Այս ամենի մասին բազմից սա բարձրաձայնել Արտուր Համբարձումյանը։ Դրա համար պետք է ասեիր Ալեն Սիմոնյան, դու բոնուս տվեցիր Գագիկ Սարգսյանին, այդ սպեցնազի Գագոին, էլի։ 5 միլիարդ 200 հազար դրամի չափով նրա վարկը ջրեցիր։ Մարտի 1-ի կազմակերպելու համար, մարտի այդ մարդասպաններին գլխավորելու համար։ Այս հարցը ինչի չտվեցիր Ալեն Սիմոնյանին։ Այդ նույն հոդվածով տես։ Ալեն Սիմոնյանը բողոքում է քեզ, էլի։ 19 միլիարդ Սերժի Փեսի վարկը, ինչի է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ջրել Արցախի լուծարումից հետո։ Պատկերացնում ես, այս մարդկանց ում անունները տալիս եմ, սրանք 800 միլիոն դոլար վարկի մի մեծ մաս հենց իրանցն է եղել, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի կառավարությունը ջրել է։ Կամու վայնա, կամու մայցրատնա է։ Արցախը հանձնել են, դե ինչքան է փող կա ջրը գրել են։ Մյուսը 8 միլիարդ դրամ վարկել ունեցել է Հովիկ Աբրահամյանի տղան, Արգամ Աբրահամյանը։ Էդ էլ է Նիկոլ Փաշինյանը ջրել։ Ձեռի հետ էլ Հովիկ Աբրահամյանը դատում, տունն է ձեռից առնում, էլի։ Թադրոն։ Իսկ Սամվել Կարապետյանի 30 միլիոն դոլարի վարկը հեկերի հետ կապված, հեկեր են, դա արդեն բոլորը գիտեն, նույնիսկ քրեական գործ է հարուցված, ինչ որ քննում է դատախազությունը։ Այս հարցերը ինչի չես տալիս Գլումով Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյանին ինչի չես հարցնում, դու ես ինչ բոնուսներ եք տալի Սերժ Սարգսյանի հետ կապակցված մարդկանց։ Ինչի երբեք նույն այս հարցը, որ ես բարձրաձայնեցի այդ օտարերկրյա գործակալական ցանցը, որ Միացյալ Նահանգների բանը կուրացիա է անում Հայաստանի արտաքին հետախուզությունը, որ դրա գլխին կանգնած է Սերժի մարդը, բանի, Գալուստ Սահակյանի օգնականը։ Այս հարցերը ինչի չես տալիս։ Կարող է ճիշտ են ասում, որ Սերժն է կանգնած Նիկոլի հետևը, Սերժն է Նիկոլի քավորը։ Որ Սերժն է բերել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին։ Եթե այդ ասում եք հիմքեր չկա մարտի 1-ի գործով փախել է, տես, ինչ որ մեկը փախել է, գիլզա փոխողը։ Ասեիր Ալեն Սիմոնյան, ինչի՞ չես հայտարարել դրամական պարգև այն մարդուն, ով կտա ինչ որ մի ինֆորմացիա այս քրեական գործով։ Միգուցե այդ ոստիկաններից մեկը, զինվորականներից, ովքեր գնդակարել են մարդկանց, գախտնի ձևով օրինակ նույն այդ բանը տա։ Օրինակ հայտարարեց 5 միլիոն դոլար պարգևավճար, ով արժեքավոր ինֆորմացիա ասի մարտի 1-ի գործով, որ տանես դատես։ Քանի անգամ եք արել։ Բայց 800 միլիոն դոլարի վարկը
օլիգարխների հետ այսօրվա շատ լավ ջրել եք, Ալեն Սիմոնյան։ Գլումով, դու փորձառու լրագրող ես, էլի, լսի, դու խոտ արածող անասուն քեզ երկրորդ անգամ եմ ասում, այսքանը չէիր կարող իմանալ, տես, այս նույն Հովիկ Աբրամյանի հետ կապված այդ հոդվածը Համբարձումյան Արտուրի էջում է տեղադրված եղել, նայր, 200,000 հոգի կարդացել են, դու չէիր կարդացել, դու պատրաստվում ես բանի, ինտերվյուի, հետո էլ հայտարարում ես, որ դու քո ինտերվյուները ու Ալեն Սիմոնյանը երբեք նախորոք ծրագրված ռեժիսերովանի ինտերվյուներ չեն, հա, հիմա լսեք։ Одного из ваших интервью я услышал, что вы никогда предварительно не спрашиваете у ведущего, какие вопросы он задает. Меня это очень обрадовало. А я, в свою очередь, в общем-то, никогда предварительно никому своих вопросов не даю. И когда вы пришли, мы об этом с вами тоже поговорили. Почему вы не спрашиваете у журналистов, которые у вас берут интервью, о чем они будут с вами разговаривать? Вам совершенно все равно, о чем они будут с вами разговаривать, или у вас всегда есть готовые ответы? Не, ну, во-первых, это будет неправильно по отношению к самому себе. Потому что в этом случае для меня очень важно, чтобы была тренировка мозга. Драмар եմ ասում, արմյանское лицемерие безгранично. Լավ, հիմա անցանք բանի, հոկտեմբերի 27-ին, լսեք. Расстрел парламента. Расстрел парламента. Но до сих пор мы там задаем вопросы, на которых нет никаких ответов. Мне вот лично казалось, что после 2018 года, это же не государственная тайна, наверное, надо было опубликовать что-то или как. Думаешь, вот вас этот вопрос интересовал лично? Знаешь, вот люди, которые совершили сам акт, многие из них... Вопрос про заказчиков. Конечно, я знаю, что многих уже нет живых. Главный исполнитель, судя по информации, которую я имею, встречался с ним один из наших бывших депутатов, Арман Бабаджанян, он... по всей вероятности, неадекватен. Но Ирина Нанян неадекватен. Да, неадекватен. Давно уже неадекватен? Я не знаю, я с ним не встречался. Встречался Арман Бабаджанян. По его рассказу у меня впечатление, что он неадекватен. И, знаешь, конкретных доказательств того, чей это был заказ, у следствия нет и не за что зацепиться ввиду того, что прошло очень много лет. И плюс есть восприятие, есть у народа понятие там... идеи о том, кому это было выгодно, кто это устроил, кто мог об этом знать, кто ответственен за это. Но, знаешь, по моему личному мнению, их просто натолкнули на эту мысль. То есть есть такое понятие, как агент влияния, или есть такое понятие, в общем, это очень часто используется. То есть ты воодушевляешь человека и посылаешь его на конкретную работу. Не давая им конкретного приказа, да. Прочее. Делаешь так, чтобы он думал, что это его мысли, это его задача, это его идеи и все такое. Вот то же самое было с Освальдом, да, Кеннеди. До сих пор, да, уже рассекретили, сказали, что зафиксировали, что это был Освальд, а кто ему заказал все это дело, как он там оказался, были ли другие выстрелы и все такое. Этого непонятно. Я думаю, наше общество знает, кому это было выгодно, для кого это был звездный час политики и что происходило у нас в стране, как Вазген Саркисян в городе Мегри говорил о том, что то, что происходит в Ереване, может рвануть в Мегри. Кто обсуждал о том, чтобы обменять Мегри и прилегающий район с Нагорным Карабахом, кто об этом разговаривал с Алиевым. Они все это знают. И пусть люди проведут свою линию. Я не буду называть имен, хотя понятно, что это был слоненок. Господин Симонин, вот вы говорите о том, что пускай люди знают, но это все на уровне домыслов. Опять же, мы оставляем, пускай люди знают. А почему нельзя об этом громко сказать, пригласить всех этих дядей и сказать виноват? А доказательства? Доказательства? Мои заявления, они политические. Это мой расчет, мое мнение. Вот я складываю. Для чего это все? Для того, чтобы прийти к власти? Для того, чтобы остаться во власти? Для того, чтобы что-то не повторилось? Вы имеете в виду меня? Да. Потому что у меня нет фактов. Мне было тогда 19 лет, у меня нет фактов. Когда я смотрю... Не, ну вы сейчас председатель... Գլումով, լսեցիր, ասում եմ, ես այդ ժամանակ 19 տարեկան եմ եղել։ Ու միջև էտել իմի հիշեցնում է բանը, Քենեդի սպանությունը Օսվալդին, Լի Խարլի Օսվալդին։ Քիչ ես հարցնում, ասես, այ անասուն նախագահ ազգային ժողովի։ Ինչ կապ ունի դու 19 տարեկան ես եղել։ Լսեք, հենց Քենեդի սպանությունը անընդհատ միջև հիմա էլի վերաբացվում է։ Այդ սպանությունը վերաբացվում է անընդհատ։ Մի քանի անգամ վերաբացվել է, որ արդեն անցել է սպանությունից ես իմ 70 տարի։ Ինչ կապ ունի իր 19 տարեկան, կարող ենք վկա եղել ազգային ժողովում։ Սա ձեր հարցազրույցը հատուկ դեբիլների համար է։ Կրկին Քենեդի սպանությունից հետո կար դրամական պարգև յուրաքանչյուր ինֆորմացիա հայտնելու համար, ով տար արժեքավոր ինֆորմացիա։ Քանի անգամ են հայտարարել դրամական պարգև։
լիներ պարզապես կամք այդ ամեն ինչը բացահայտելու։ Կա կասկած, որ այս ամեն ինչը հենց էլի ծրագրավորել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն է Հայաստանը ղեկավարել այն գլխից ազգային անվտանգությունը, նա եղել է Հայաստանը ղեկավարող Սերժ Կարդինալ։ Դու մի հատ հարցն էիր ասել, լավ Ալեն Սիմոնյան, այդ Նաիրի Հունանյանին ինչի եք մեկուսարանում միջև հիմա պահում։ Էսա քանի տարի է, էսա 25-30 տարի, լավ։ 26-27 տարի։ Ինչի չեք թողնում, ինչի չես թողնում ես որպես լրագրող գնամ Նաիրի Հունանյանի հետ խոսամ, ինչի չես հարցնում։ Գլումով։ Եթե այդքան դուք մաքուր եք, էլի, եթե դուք չեք եկել այսօր իշխանության, որ ինչպես եմ ասում, Սերժի քամակը պաշտպանեք։ Որտեվ ինչքան ոչրագործություն կա Հայաստանում, Սերժի մատը խառն է։ Սրա մեջ են որ ասում ժողովուրդը համոզված է։ Ում էլ հարցնես յուրաքանչյուր ստապ մտածող մարդ կասի, որ ծերից ծեր ինչ ողբերգություն եղել է, Սերժի մատը խառն է եղել։ Իսկ այսօր տեսնում ենք Սերժ Սարգսյանի կուրացիայի տակ Սամվել Կարապետյանը վարչապետ է ուզում դառնա։ Որ մի հատ չի տալիս կրկին այդ հարցը հենց Նիկոլ Փաշինյանին, երբ իրան մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ, չի ասում Նիկոլ, այդ Դոլաս Արման Բաբաջանյանը ասում էր, որ Քրիստինե Գրիգորյանին նշանակել են բրիտանացիներն ու ամերիկացիները, նրանց հատուկ ծառայությունը։ Այդ ինչին նա ասենց կոնտր բան չի տալիս, մեղադրանք Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանը, որտեվ Սերժը չի թողնում։ Եկեք սենց մտածենք։ Ոնց այդ աղջկանից խոսան, հետևից խոսան բանից, Գալուս Սահակյանից, ընդդեից է պոչը կմտնի Սերժի տակը, դրա համար ոչ մեկը չի խոսում։ Դրա համար Նաիրի Հունանյանը փակված է, որ ոչ մեկ հետը չխոսի։ Կամ մեկը քեզ Ալեն Սիմոնյան հետաքրքիր չի եղել դու գնաս հանդիպես Նաիրի Հունանյանի հետ, օրինակ ինձ շատ հետաքրքիր կլիներ։ Այդ մարդու ռեժիմը փոխեք, այսքան տարի նստած է։ Ուզում եք ասեք հենց գլումով տրամաբաներ Ալեն Սիմոնյանի հետ, էլի, որ ուրեմն նշանակում է դուք եւս շարունակում եք գաղտնի պահեք այդ ամեն ինչը։ Հասարակությունից։ Քանի գաղտնի է բանը, ինչ էր անունը։ Նաիրի Հունանյանը գտնվում է 7 կողպենքի հետևում։ Խոսած այս, հասկանում ես, այս ձեր ինտերվյուները շատ ցածր մակարդակի են, շատ ողորմելի։ Նույնը դու խոսում ես բանից, օրինակ, հոկտեմբերի 27 Վազգեն Սարգսյանն էր, մեղրին հանձնում, փոխում այս ամեն ինչը, դու կապում ես նրա հետ, դրա համար տեղի ունեցավ այդ սպանությունը, ազգային ժողովի հետ ողբերգությունը։ Տվեք պատմաքաղաքական գնահատական, այլ ոչ թե դրեք բամբասանք, որ երկրում տարածվեն դավադրության տեսություններ։ Բայց ինչի ես դու եկել իշխանության, Ալեն Սիմոնյան, ինչի՞ չես հարցնում գումը։ Ես համոզված եմ, այսօր այն Սապչակին տանք էս բանը, Սապչակը դե թողենք մի կողմ, չէ, բանը, Դուջը պատրաստվեր այսօր ինտերվյու վերցներ Ալեն Սիմոնյանից, առանց ռեժիսորովնի, բամբուլները քամին գտար։ Ալեն Սիմոնյանի սենց բամբուլները Երևան սենց երկնքով կհասնեն բան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Եվրոմիություն կգնար Ալեն Սիմոնյանի բամբուլները։ Այո, սենց նստում եք ու լսում ես դու այս ամեն ինչը, սա մեր դառը իրականությունն է, ու սրանից չեն խոսում ոչ ոք ժողովուրդ։ Հիմա վերջաբանին մոտիկանամ, էլի, ոչ ոք, այս որ 18 քաղաքական ինդիվիդ մասնակցում ընտրություններին, բայց այս 19-ի մեջ ոչ մի պետականամետ մարդ չկա, ոչ ոք, այն Լևոն Բաղդասարյանի հարցազրույցն է լսում Պետրոսի մոտ, չեն բարձրաձայնում այս լուրջ խնդիրները, չի բարձրաձայնում, նստած Պետրոսի մոտ խոտ էր արածում, խոսում էր ինչ-որ պապին հացը գողանա, պապին հացը գողանալու համար դատ են, Պետրոսի աչքը կպել էր, ու դուք ուզում եք գնաք 15 համար ընտրեք, տեսնում եք 15 համարի ընդեղ խոսնակներից որն է կա, այս ամենայն բանով դրանց մեջ խոսացող մարդ չկա։ Եվ որ գրում եք, բա ինչի չես խոսում, ինչ խոսաս, այնտեղ դուռը ծեծում ես, մարդ չկա, մի հատ արվա մոլը այն էլ գտնվում է բանում։ Սա կյանքի նպատակն է, որ մնա Միացյալ Նահանգներում։ Երկիրը ծախի, հանձնի, ինչ ասես անի, փող բռնի, կարևորը մնա Ամերիկան։ Հայրենասերի դիմակի տակ։ Բոլորը սա են, բոլորը։ Տեսեք, չեն խոսում։ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այն բանին, Թևանյանին մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ, բայց նրանք չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին,
իշխանությանը, որ Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ԱՄՆ եւ բրիտանական հատուկ ծառայությունների կուրացիայի տակ է Հայաստանի արտաքին հետախուզությունը։ Մարդը բարձրաձայն ասեց։ Բայց իրանցից ոչ մեկ սա չի հիշում։ Դե եկեք հիմա գնանք ընտրության մի քանի օրից։ Չգիտեմ ում ընտրենք։ Դրա համար ասում եմ, ընտրության գնալ պետք չի։ Որ վաղը չէ մյուս օր Եվրոպայում չասեն, «Յա, էս ինչ մեծ ժողովուրդ գնաց ընտրության»։ Դուք տեսեք նույն Սամվել Կարապետյանի կամ այն մնացած Ռոբերտ Քոչյան բան դրանց կներեք պրոպագանդոնները որ կան, էլի, այսօր խոսում են, նրանց թեզը պահում են։ Ոչ մեկ էս հարցերին չի անդրադառնում։ Այսօր երկրի ներսում գնում է այս մաֆիան, սրանք բոլորը իրար հետ կապված են։ Սա թատերականացված ընտրությունները հատուկ խորը անասունի համար։ Դե այսքանից հետո հիմա որ ձեզանից ինչ որ մեկը գրեց, ասես պարտադիր գնամ ընտրության, գնալու ես ում ընտրես, իմ սիրելի անասուն, ումը գնաս ընտրես։ Այս սա թատրոն է։ Թատրոն։ Ու տա ասված ես ասում եմ, ես աթեիստ եմ, բայց ուզում եմ հավատամ, ես կհավատամ, որ մենք մոտ մի բան կարողանանք ստացվի այս ընտրություններից հետո, մենք կարողանանք մեր ընկերներով, մեր համախոհներով կարողանանք ձևավորենք մի նոր քաղաքական, հասարակական, հանրային շարժում, որ գանք այս կեղտի վերջը տանք։ Այս կեղտի։ Էդ այն որ ասում եմ, հիմնադիր հայրերի այդ ինստիտուտ պետք է ստեղծվի։ Պարկեշտ մարդկանցով, որ չլինի մի հոգի, լինի մի խումբ հարգված մարդկանց, որ մեզանից ոչ ոքի չլինի պախարակել, վիրավորել կամ ծաղրել։ Հասկանում եք ոնց կան էլի, կդուրս գան հեսա ֆանատիկներ տարբեր ափերից, եթե մենք լինենք միայնակ։ Պետք է փորձենք թիմային խաղի պատրաստվել։ Միայն թիմային խաղով կարելի է այս մաֆիայի վերջը տալ։ Թիմա պետք է, այլ ոչ անհատ հերոսներ եւ փրկիչներ։ Ու հասարակություն, մենք պետք է ձերբազատվենք անձերի ետևից վազելուց։ Անձեր մեզ պետք չեն, մեզ պետք է թիմ, պետք է ջոկատ, որ գա ու այս ամեն ինչի վերջը տա։ Ու իմ նպատակը, մեր նպատակը դա է այդ ջոկատը ստեղծել։ Կան այս ծրագրին մասին մտածող էնտուզիաստներ, կարելի ասել, ու տեսնենք, թե մեզ մոտ ինչ կստացվի։ Նենց որ տեսնենք այս ստի ու կեղծիքի վերջը երբ է գալու, թե տենց հետ չի գա, ժամանակը ցույց կտա։